բարի երեկո, սիրելի պարոնյանցիներ, ես սրտանց շնորհավորում եմ պարոնյանցիներին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ։ Այս տոնը ոչ միայն պարոնյանցիների տոնն է, ոչ միայն թատերասերների տոնն է, այս տոնը նաև մեր ողջ ժողովրդի տոնն է, որովհետև լինելով մայրաքաղաքի հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից մեկը թատրոնը կրթել և դաստիարակել է սերունդներ։ Տասնամյակներ շարունակ այս թատրոնի շուրջ են համախմբվել տաղանդաշատ արվեստագետներ, հայկական բեմի իրական նվիրյալներ, Շարատ Արյան, Արտեմի Այվազյան, Կարկ Խաչվանքյան և ուրիշներ, ովքեր ցալք կերտել են հայկական երաժշտական թատրոնի դիմագիծը։ Եվ այդ դիմագիծը դարձել է բարետես, հաճելի և մեզ համար ընդունելի։ Այս թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտն է եղել սուր երգիծանքը։ Ասում են ծիծաղելով մարդկությունը ուղղում է իր սխալները և հրաժեշտ է տալիս անցյալին։ Մենք շատ սխալներում ենք ուղղվելու, ինչպես մեր, այնպես էլ ուրիշների, և կարիք ունենք շատ բաների հրաժեշտ տալու։ Իհարկե մեր իրականության մեջ և ոչ միայն այսօրվա բազմաթիվ են ձեռքբերումները, մեր մշակույթը հոյակապ է, ազգապահպան, մշտապես զարգացող, բայց իրոք կան հորի երևույթներ, որոնց արդեն վաղուց մենք պետք է հրաժեշտ տայինք։ Ես վստահ եմ, որ այս կոլեկտիվի, այս թատրոնի լավագույն ներկայացումները դեռևս առջևում են։ Եվ վստահ եմ, պարոն Ղազանչյան, որ 30-40 տարի հետո էլ մարդիկ կհավաքվեն, շնորհակալություն կասեն նրանց, ովքեր անցել են առաջին 100-ամյակը, իրենց վերաբերմունքը նրանց ցուցադրեն, իսկ ձեր նոր գերազանց ներկայացումները կվկայեն մեր երկրի և հասարակության ձեռքբերումների մասին։ Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ձեզ նորանոր ձեռքբերումներ։ Շատ շնորհակալ եմ, և եթե թույլ կտաք, մի քանի րոպե ձեզնից խլելով կատարեմ իմ ամենահաճելի պարտականություններից մեկը։ Իսկ նախագահի ամենահաճելի պարտականություններից մեկը պետական պարգևների հանձնումը։ Տիկնայք և պարոնայք, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը թատրոնի 75-ամյակի առթիվ պետական պարգևով պարգևադրելու, ինչպես նաև պատվավոր կոչումներ շնորհելու մասին։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ մշակույթի բնագավառումներ դրած ավանդի համար թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևադրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանն են արժանացել դերասան Արթուր Կարապետյանը,
դերասանուհի Սաթենիկ Հախնազարյանը, Վարուժան Մանուկյանը, Նարինե Ալեքսանյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Ավետիք Խալաթյանը արժանացել է վաստակավոր արտիստի կոչման։